ձեզ սիրելի իմ հետևորդներ, ես հիմա շարունակում եմ թեստերը և այսօր տեղադրում եմ թեստ 18, որ ուղղությամբ է արգելվում երթևեկությունը, միայն դեպի աջ։ Դուրս գալով ճանապարհ, այս իրավիճակում պարտավոր ենք զիջել վարորդներին և հետիոտներին։ Թույլատրվում է պատահմամբ անցած խաչմերուկում հետընթաց վարմամբ շտկել և շարունակել երթևեկությունը մեզ անհրաժեշտ ուղղությամբ։ Ոչ. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի համաձայն երթևեկության գոտի է համարվում երթևեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթևեկության համար։ Երթևեկության սկիզբ է համարվում կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու պահը՝ կապված հարևան երթևեկության գոտի վերադասավորման հետ կամ առանց դրա։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե կողային կցորդով մոտոցիկլում բացակայում է բժշկական դեղատուփը, անսարքի քարշակի հենակցման հարմարանքը։ Երկու դեպքում էլ տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե չի աշխատում կառուցվածքով նախատեսված վառելիքի բաքի խցանը, առջևի կողային ապակիները վարագուրապատված են։ Երկու դեպքում էլ թույլատրվում է արդյոք ավտոբուսի վարորդին վազանց կատարել այս նշանի ազդման գոտում։ Թույլատրվում է բոլոր դեպքերում վազանցի կանոնները պահպանելով։ Որ ճանապարհային նշանն է պարտադրում վարորդին երթևեկել միայն դեպի ձախ կամ դեպի աջ։ Երրորդը. Այս ճանապարհային նշանը կողմնակ դուրս գալը վտանգավոր է նորոգման աշխատանքների պատճառով։ Այս ճանապարհային նշանները տեղեկացնում են ուղեփակոցով երկաթուղային գծանցին մոտենալու մասին, որ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։ Ավտոբուսի վարորդը այս իրավիճակում հետադարձ կատարելիս անհրաժեշտ է ճանապարհը զիջել թեթև մարդատարին։ Պարտավոր է արդյոք տրամվայի վարորդը լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում զիջել ճանապարհն այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին։ Պարտավոր է. Թույլատրվում է արդյոք նշված վայրում հետադարձ կատարել։ Թույլատրվում է. Թույլատրվում է կայանումն այս իրավիճակում։ Ոչ. Թույլատրվում է արդյոք ճկուն կամ կոշտ կցիչով քարշակման դեպքում մարդկանց փոխադրումը քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցում։ Թույլատրվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկում և թեթև մարդատար ավտոմոբիլում։ Կապույտ ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի վերջինը։ Պարտավոր է արդյոք օրվա լուսավոր ժամերին լապտերների մոտակա լույսը միացված լինի հատուկ առանձնացված գոտիով հիմնական հոսքին հանդիպակաց երթևեկող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ Պարտավոր է. Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը։ Ահա և վերջ։ Խնդրեմ 20-ից 20